Գիտեք, Հայաստանում մի մարզպետ կար, Սուրիկ Խաչատրյան։ Այդ մարզպետը Մարիոթում կամերաների տակ հարվածեց մի կնոջ։ Անկախ այդ կնոջ նկատմամբ վերաբերմունքից, ես հիմա դա չեմ խորանում, երևույթի մասին եմ խոսում։ Տղամարդը հարվածեց կնոջը։ Ինձ համար որպես տղամարդ դա մեղմացած անընդունելի երևույթ է, հա։ Բայց կարող եք ասել, ասենք, ձեր տարբերությունը ո՞րն է, ինչի դուք էլ ուղիղ եթերում մարդ չեք ծեծում, Նորքի թաղապետի արածը։ Այն արժեքային տրամաբանության մեջ չէ, ինչ որ 2007 թվականին մենք խոսում ենք։ Այսինքն, գիտեք ինչ, տեղի ունեցած վատ երևույթները, որ եղել են անշուշտ, եղել են եւ ես դրա դեմ կռիվ եմ տվել ու հիմա էլ չեմ եկել արդարացնելու, ասելու, որ 2007 թվականին 8 թվականին ինչ տեղի ունեցել, այսպես օրինաչափություն է եղել կամ ընդհանրապես ցանկացած հանցագործություն օրինաչափություն է, հա։ Բերել, արդարացնել դրանց գոյությամբ 2021, 22, 23, 24, 25 թվականներին տեղի ունեցածները կամ 18-19 թվականին տեղի ունեցածները ինձ համար ոչ թե սոփեստություն է, հա, մեղմ ասած անբարոյականությունը, մենք հիմա բարոյականի ու անբարոյականի հարթակի մեջ ենք խոսում, հասկանում եք, էս է տրամաբանությունը։ Ու դուրս գալ ազգային ժողովի ամբիոնից, մի խոսել, որ դուք ուզում ես բան հետ ժամանակները վերադառնան, չես ուզում են ժամանակները վերադառնան, որոնք ցավոք սրտի հետ չեն վերադառնալու, երբ որ այդ սարսափելի վատ երևույթներն էլ տեղի չեն ունեցել։ Իմ երկիրն էլ ամբողջական էր, մեր զինվորն էլ կանգնած էր Արաքսի ափին նայում էր դեպի Իրանի սահմանը ու մենք Հայաստանում ամեն օր էգզիստենցիալ այդ բանով, ոնց ասեմ, այդ վախի զգացումով չենք արտանում, թե հիմա ինչ է տեղի ունենալու։ Գիշերը 3-ին չենք արտանում, Telegram ալիքները չենք ստուգում, թե հիմա ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ,